գիտեք թե չէ, նա նաև բարդ վիրահատություն է տարել կապված են մահափորձի, երբ հարձակում էր տեղի ունեցել, եւ իհարկե առողջական որոշ խնդիրներ ունեն, բայց հիմա տեսեք 24 ժամ է անցել այս ամբողջ արարողությունից, այսպես կոչված ճակերտավոր, այդ հարձակումից, ձերբակալումից, հիմա ես փորձեցի նույնիսկ այս կուրտկան փոխանցել, որպեսզի հագուստ ունենա, այսինքն մարդը իր աշխատանքային հագուստով, կոստյումով եւ այլն աշխատանքի վայրից ձերբակալվել է, որի հիմքերը չկային, բայց այս սրանք բոլորը վատ վերաբերմունքի դրսևորումներ են, եթե ոչ ասենք մենք չասենք, որ դեռ կտանքներ կան, բայց այնուամենայնիվ, որ կնհայտ ամարտկային վատ վերաբերմունք է դրսևորել, դա այդպես է, որովհետև երեկվանից ժամը 10-ից մինչև այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ, իսկ ինքը նաև ունի շաքարային դիաբետ, միգուցե այս պահին ես լիազորված չեմ խոսելու իր առողջության վերաբերյալ, բայց այնուամենայնիվ մարդը սնունդ չի ստացել, մարդը չունի իր հագուստը, այսինքն այս պայմաններում պետք է ունենա համապատասխան հագուստ, եղանակն է երեկվանից փոխվեց, հիմա ավելի կտրուկ նվազել է ջերմաստիճանը, մարդը չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորություններից, այսինքն այդ 24 ժամվա ընթացքում, եթե ես հասցրել եմ այդ ընթացքում գնալ լվացվել, հագնվել, փոխվել, շոր փոխել եւ այլն, այս մարդը դրանից էլ է զրկված եղել։ Սրանք այն մասին են խոսում, որ այդ ձերբակալություն գործողությունը եղել է բացարձակ ապօրինի, դրա անհրաժեշտությունը չի եղել եւ հիմնավորումն է նույնպես ապօրինի, այսինքն այդ գործընթացի վերաբերյալ, այս դատական ակտը չի անդրադարձել, որովհետեւ այս դատական ակտով, որը տեսեք, մեզ տրամադրել են մարդուն զրկել են 2 ամսով կալանքից, տրամադրում է քաղվածք։ Այդ նույն դատավորը պարտավոր էր երեք այդ որ նիստը ավարտվեց, այսենց որոշումով 2 ամսով մարդուն կալանավորում են եւ քաղաքը զրկվում է կառավարման հնարավորությունից, այսինքն ընտրված քաղաքապետը այս տեսակի, տեսեք, այս կիսատ փաստաթղթով մարդը գտնվելու է կալանավայրում։